Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալը շարունակում է գրավել հեռուստադիտողների ուշադրությունը, նշենք, որ այս պահին «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը հայկական սերիալ արտադրության մեջ։ Հիմնական թեմաներն են ընտանիքի արժեքների խաթարումը, սերը և դրա զոհաբերությունը, խաբեության հետևանքները և իհարկե արդարության որոնումը։ Սերիալում ամեն օր բացահայտվում են նոր գաղտնիքներ, փոխվում հարաբերությունների դինամիկան, իսկ որոշ հերոսների ճակատագրերը կտրուկ շրջվում են։ Սարոյանի, Դիանայի, Գարիկի և Ռեբեկայի միջև ծավալվող սյուժեն ավելի է խճճվում, ամեն ինչ գնում է դեպի նոր լարվածություններ ու հնարավոր նոր զոհեր։ Սա սերիալ է, որտեղ ոչ մի հերոս միանշանակ դրական կամ բացասական չէ։ Ռեբեկան այժմ ծանր հոգեկան ապրումների մեջ է, նա կորցրել է վստահությունը կյանքի ու մարդկանց նկատմամբ։ Նրա գրած նամակը, որում նա բացահայտում է ճշմարտությունը և փորձում հրաժեշտ տալ իր կյանքին, սակայն փառք Աստծո հաջողվում է նրա ընտանիքի անդամներին կամ ինչ-որ մեկին փրկել նրա կյանքը։ Նա նորից վերարժևորելու է իր կյանքն ու գնալու է առաջ։ Ռեբեկայի կյանքում հայտնվելու է մեկը, ով նրան հանելու է այս ծանր վիճակից։ Իսկ նրա կյանքում անսպասելիորեն հայտնվում է նոր մարդ, նոր դերասան հեռուստասերիալում մի երիտասարդ, ով առաջին իսկ պահից կարողանում է մեղմացնել Ռեբեկայի հոգին։ Նրա ներկայությունը լույսի շող կդառնա Ռեբեկայի մութ օրերին, մի մարդ, ով կօգնի նրան վերագտնել իրեն, հավատալ սիրուն և ապաքինվել։ Գոռը վերադառնալու է անկասկած, նա այն տղամարդկանցից է, ով պատասխան է տալիս իր արածների համար, սակայն դրա համար ժամանակ է պետք։ Գոռի վերադարձը մեծ հարված է լինելու Դիանայի համար, քանի որ նա գիտակցելու է, որ Գոռը վերադառնալու է, որպեսզի նա պատասխան տա իր բոլոր արածների համար։ Գոռը կորոշի ամեն ինչ պատմել ոստիկանությանը, բացահայտելով, որ իր հարազատ քույրը Դիանան է կանգնած այս ողջ պատմության հիմքում։ Երկար սպասված պահը վերջապես մոտենում է Արմանը շատ շուտով ազատ է արձակվելու, սակայն ազատությունը հանգստություն չի նշանակում։ Սարոյանն ու Արմանը միմյանց միջև ունեն չբացահայտված գաղտնիքներ և պետք է ամեն ինչ պարզ դառնա։ Սարոյանը պետք է լսի ճշմարտությունը, իսկ Արմանն ունենա այնպիսի բացատրություն, որ նա թաքցրել է Սարոյանից ողջ ճշմարտությունը։ Բնականաբար Էլկան է բացահայտելու ճշմարտությունը, Էլկան գիտեր այս ողջ պատմության մասին, հենց Էլկան է խնդրել, որպեսզի Արմանը չբարձրաձայնի, որովհետև մյուս կողմում նրա հարազատ հայրն էր Միսակը։ Միսակի շուրջ օղակը կարծեք թե սեղմվում է և ի վերջո մեկը չի դիմանալու ու Միսակի անունն է տալու, որից հետո շատ բան է փոխվելու։ Իսկ այժմ դիտեք տեսանյութը չմոռանալով գրել ձեր։ Շնորհավորում եմ անբացատրելի ուժի տեր մարդկանց իգական սերի ներկայացուցիչների տոնը։ Ուզում եմ, որ շատ սիրեք ու գնահատեք ինքներդ ձեզ։ Ուզում եմ, որ սերը երբեք չլքի ձեր սիրտը։ Ուզում եմ, որ նույնիսկ ցավը կարողանաք դարձնել առաջ մղվելու և պայքարելու ազդակ։ Ուզում եմ, որ առաջին հերթին գունավորեք հենց ձեր կյանքը, հետո մյուսների։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել մեր կին հեռուստադիտողին։ Շնորհակալ եմ, որ մեզ դիտում եք, ձեր կարծիքներով մեզ հետ կիսվում եք։ Լավ եղեք, առողջ եղեք։ Սիրում եմ ձեզ շատ։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Այսօր դիմահարդարվելու ընթացքում այսպես նայում եմ հայելու մեջ, ասում եմ լավ, ինչն է պակաս, ինչ-որ մի բան այն չէ, հետո հասկացա, որ ես սեպտեմբեր ամսից սկսած, իբր մեծ ողբերգություն է, էլի, չեմ օգտագործել highlighter կապված նկարահանումների հետ, դե չի կարելի, ու ինչ եմ ուզում ասել, այսօր այդ բոլոր ամիսների տեղը հանել եմ, ու եթե հանկարծ փողոցում տեսնեք, որ ինչ-որ մի լույս կուրացնում է ձեր աչքերը, իմացեք, որ իմ highlighter-ի փայլն է։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ, խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն
Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ այն։ Բարի օր բոլորին, նկարահանումները շարունակվում են։ Տեսեք, Էման գնում է։ Այն մարդը, ով քիչ չի, դուք թխվածք եք ուտում։ Հետո այդքանը տեղադրել եք սթորիում։ Չեք մտածում, որ ես կտեսնեմ։ Բացարձակ չէին մտածում, որովհետև մենք անավոտը ժամը 9-ից նկարահանել ենք, ուր ես աղջիկ գայր ու տեիր թխվածքը։ Ես հենց դրա համար եմ եկել։ Ես չեմ կռիվանում, ես ընդհանրապես չեմ կերել։ Այսօր գիտես ինչ էի մտածում։ Օրինակ մենք որ առավոտյան ճամպրուկով դուրս ենք գալիս տնից ու հետ գնում։ Հարևաններն ինչ են մտածում։ Իմ հարևանները վաղուց սովորել են։ Իսկ ես նոր եմ տեղափոխվել այդ շենք։ Երևի մտածում եմ, որ կամ իմ հայրական տունն եմ լքում ամեն օր, կամ բաժանում Գնում եմ հարս չեն ընդունում հետ են ուղարկում ճամպրուկով հետ են գալիս։ բաժանում հետ եմ գալիս։ Իրոք հետաքրքիր է։ Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ը, սիրելի աղջիկներ, սիրելի մամաներ, տատիկներ, բոլորին շնորհավորանքներս։ Ուզում եմ, որ առողջ լինեք եւ միշտ այդպես գեղեցիկ ոնց որ կաք։ Շնորհավորում ենք կանանց տոների արդիվ։ Ցանկանում ենք, որ ձեր աչքերը միշտ փայլեն ուրախությունից։ Յուրաքանչյուր կնոջ մաղթում եմ ներքին խաղաղություն։ Եղեք առողջ, երջանիկ Եվ ամենակարևորը սիրված։ Եվ գնահատված։ Այո։ Սիրելի աղջիկներ, կանայք, սրտան շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ, որ միշտ լինեք առողջ, սիրուն եւ ամենակարևորը երջանիկ։